Հաշվի առնելով որ խնդիրը իրավական դաշտում բացառապես քաղաքական է եւ լուծումներն են ըստ պետք է լինեն քաղաքական, դուք այս պահին, այս փուլում կարգաժամկետ կտրվածքով որ զարգացնում եք խնդրի լուծման եւ որ բարակային է հնարավոր եւ քանի որ այս ընթացքում միջազգային տարբեր կառույցներ արձագանքեցին մայրաթորի շրջան կազմակերպված իրավիճակին կոնկրետ ինչ-որ գործողություններ քայլեր հետևել են դրանց միջազգային կառույցների կողմից Հայաստանում թեկուզ ներկայացված, օրինակ Եվրամիությունից արձագանքան դուք դիմել եք կոնկրետ խնդիրների հետ կապված։ Նախ ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ եթե հիմա որոշակի ագրեսիա չեք տեսնում հայ առաքելական սուբյեկտի նկատմամբ, ապա դա միայն երևացող կողմն է։ Որովհետև ասեմ, որ քրեաիրավական գործիքները մշտապես աշխատում են, տարբեր քրեական վարույթներ կան նախաձեռնված, այդ քրեական վարույթներով քննիչները գործողություններ են կատարում, պարբերաբար հարցումներ են կատարում, նյութեր են հավաքում, այսինքն այս պահին էլ հիմա իրենք աշխատում են, որ որևիցե բան գտնեն եւ բնականաբար փորձեն դրանից ինչ-որ բան դարձնեն։ Մենք ակնկալում ենք, որ իրենք ակտիվ գործընթաց կսկսեն հունիսի 7-ից հետո։ Իրենք իրենց ուժերի վրա վստահ են եւ պատահական չի նաեւ որ այդ հակասահմանադրական թեզը ներառվեց քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրի մեջ եւ եթե վաղը բնականաբար եթե իրենք հաջողություն գրանցեն եւ ԿՊ-ն իշխանություն ստանձնի, ապա դա մանիպուլացվելու, ասել են, որ ժողովուրդը մեզ տվել է մանդատ եկեղեցին քանդելու ու իրանք բնականաբար ամբողջ թափով իրենց ծև գործն անելու են։ Այսինքն այդ առումով հանդարտություն զուտ երևացող է, ամեն ինչ անելու են, այսպես ասեմ, ու ավելի վատնել են անում։ Այնպես որ մենք հիմա այդպիսի ակնկալիք էլ չունենք, որ իրենք հետ են կանգնելու։ Առավել եւս, տեսեք, այսպիսի մի դիտարկում ասեմ, հա, եթե զուտ պարզ մտածենք, նախընտրական այս ժամանակահատվածում, նույնիսկ 1 տարի առաջ, եկեղեցու դեմ նման պատերազմ հայտարարելը, դա, այսպես ասեմ, ոչ ձեռնտու գործ էր։ Որովհետև բոլորն են հասկանում են, որ նույնիսկ ԿՊ հարող շրջանակներում կան նաև մարդիկ, ովքեր եկեղեցու հետ կապ ունեն։ Եվ բնականաբար առնվազն նրանց դուրը չի գալու, որ եկեղեցու նկատմամբ նման հալածանքներ են լինելու կամ եկեղեցականների նկատմամբ։ Եվ սա բերելու է բացական վարկանիշի։ Ընդ որում նաև ես տեղեկություններ ունեմ, որ հենց Նիկոլ Փաշինյանը որոշակի առումով հիմա ծիսական կյանքին չի միջամտում, որովհետև իրեն հստակ ասել են, որ վարկանիշը լավ ընկել է դրանից, որ դու մտնում ես, խմբագրում ես պատարագի բովանդակությունը եւ այլն, ինքը տեսել եք արդեն սկսել է կանոնական ծեսերին մասնակցել, ել չի մտնում միջամտում։ Այսինքն դա էլ է պայմանավորված, որ հասկացել են, որ դա լուրջ վնաս է իրենց բերում։ Լավ հարց է ծագում, ինչու է Նիկոլ Փաշինյանը ամեն դեպքում շարունակում այս գործընթացը։ Սա իմ անձնական կարծիքն է, սա Մայրաթորի կարծիքը մի ընդունեք, իմ անձնական կարծիքն եմ ասում։ Տեսեք, ակնհայտ է, որ այս գործընթացը նշանակում է, որ շահառուները հենց իրենք չեն։ Շահառուները իմ անձնական կարծիքով սա թուրք-ադրբեջանական այդ ուժերն են, որոնց համար եկեղեցին միշտ էլ եղել է սպառնալիք։ Ինչու, որովհետև պարզ է, չէ, որ մեր ինքնության պահապանը եւ մեզ մշտապես հիշեցնողը դա եկեղեցին է։ Եվ նաեւ եկեղեցին մեծ դերակատարում ունի Սփյուռքի համախմբան հարցում։ Իսկ Սփյուռքը այսօր կոնկրետ Թուրքիայի համար սպառնալիք է մեծ։ Մենք լավ գիտենք, որտեղ կա եկեղեցական համայնք այլ երկրներում։ Այնտեղի հայությունը համախմբված է ոչ միայն իր կենցաղային հարցերն է լուծում, այլ նաեւ մտածում է Հայաստանի մասին, ցեղասպանության ճանաչման պահանջատիրությունն է սկսում հետապնդել եւ բնականաբար այս ամեն ինչը խանգարում է այդ ուժերին։ Եվ պատահական չի, որ իրենք հենց թիրախավորել են եկեղեցին եւ եթե նույնիսկ իրենք այն թեզն էին առաջ տանում, որ սա իբրև կաթողիկոսի դեմ է, իրենց բոլոր գործողությունները դրա հակառակի մասն են վկայում։ Լավ, հայ առաքելական Սուրբ եկեղեցուն փաստորեն հայ եկեղեցու պատմությունը ինչ կապ ուներ կաթողիկոսի հետ։ Քրեակատարական ծառայությունում հոգեորական հետ ծառայությունը ինչ կապ ուներ։ Բանակում հոգեոր ծառայությունը ինչ կապ ուներ։ Եվ այսպես մի շարք հարցեր կա, որոնցով իրենք փորձում են դա նենգափոխել։ Իրականում սա եկեղեցու դեմ պայքար է։
Եվ մեր են քաղաքացիները, ովքեր չեն գիտակցում դա եւ իրենց նույնպես ինչ-որ տարբեր մոտեցումներով, տարբեր դժգոհություններով կամ նեղացվածություններով իրենք մտածում են, որ սա անձանց դեմ է, չարաչար սխալվում են։ Սա անձանց դեմ չի, հարգելներս, եւ իրականության մեջ լավ էլ մենք գիտենք, որ սրապտուղը մեր ազգն է, դառը պտուղը ճաշակելու մեր ազգը։ Եվ այս առումով ուզեցի տեղեկացնել, որ սա երևացող է եւ բնականաբար գործընթացը գնում է, մենք էլ դրան պատրաստվում ենք։ Տեսեք, ինքը ինչ է արել, դուք էլ լավ գիտեք, արևմուտքում փորձել է այսօրվա իշխանությունը ցույց տալ իբրև եկեղեցին Ռուսաստանի ազդեցության տակ է։ Դուք դա տեսնում եք, ապատական չի, որ արհեստական, ասում են, չէ, KGB-ի գործակալ Լևիափար Հայրապետի եղբորը արհեստական այդպիսի սուտ տեղեկություններ են տարածում եւ փորձում են ցույց տալ, որ Ռուսաստանի Դաշնության ազդեցությունը կա եւ դրանով արևմտյան պետություններին, ցանկացած ծրագրերին, մարդու իրավունքների պաշտպանության ինչ ստանդարտ ուզում եք, իրենք պահում են, բայց այս Ռուսաստանը լսում են, այս ստանդարտները մոռանում են։ Երկակի ստանդարտները սկսում են աշխատել։ Մենք դա լավ տեսնում ենք։ Եվ այս արհեստական իրենց օրակարգերով իրենք բնականաբար ամեն ինչ անում են, որպեսզի միջազգային հանրությունը, արևմտյան այդ կառույցները մի պահ ազատ թողնեն իր ձեռքերը։ Նա բնականաբար դա փորձում է, բայց դե ասեմ, որ ամեն դեպքում միջազգային կառույցները իրազեկված են այստեղ տեղի ունեցող խնդիրների մասին։ Բոլոր դեպքերում ամենայն Հայոց Հայրապետի վերաբերմունքը միշտ այդպեսին է եղել, պետության դեմ իշխանել իշխանավորները այսօր իրենց շատ վատ են պահում, բոլոր դեպքերում պետության դեմ կապված որևէ քայլ Լևիափար Հայրապետի կողմից միշտ եղել է բացասաբար, այսինքն չի թույլատրել, որ օրինակ մենք բողոք գրենք միջազգային կառույցներին, այստեղ տեղի ունեցող որոշակի խնդիրների համար, զուտ պետության վարկանիշը չվնասելու համար։ Բայց հիմա դուք եք տեսնում, որ քանի որ այդ միջազգային այցանների արչև նույն վարչապետը կամ բարձրաստիճան պաշտոնյաները իրենք են վարկաբեկում եկեղեցուն։ Մենք արդեն ուզած պետք է գոնե մեզ պաշտպանելու համար արդեն այդ թեզերը բարձրաձայնենք, ցույց տանք իրական մոտիվացիան։ Մասնավոր առումով, մասնավոր փաստաբաններ, մասնավոր կառույցների իրապաշտպան այս հարցերը բարձրացրել են։ Բնականաբար մենք հիմքեր ունենք դիմելու նաև միջազգային հեղինակավոր կառույցների, այդ թվում դատական եւ կիսադատական կառույցների։ Այդ փաթեթները նախապատրաստման փուլում են եւ հարմար առիթի դեպքում դրանք անպայման ներկայացվելու են։ Իսկ ներպետական բազմաթիվ դատական գործեր կան եւ նորից նոր հայցեր ներկայացնելու անհրաժեշտություն ենք ունենալու, որպեսզի եկեղեցու իրավունքները պաշտպանենք։ Տեսեք, եկեղեցին միևնույն է հաղթելու է։ Եկեղեցին միշտ էլ հաղթելու է, չեմ կասկածում։ Մի վարքան չկասկածեք։ Ես ճիշտ ասած մի նաև անդրադարձ անեմ, ինչու են գնում այսպիսի հակաիրավական քայլերի։ Իմանալով, որ վերջը միեդում արտվելու են, որովհետև արդեն կան եվրոպական դատարանում նախադեպային որոշումներ։ Տեսեք, մենք գտնվում ենք եվրո դաշտում, այսպես ասած, եվրոպական երկրների դաշտում։ Հետևաբար պարտականություններ ունենք նաև այդ դաշտում։ Ոչ կաթոլիկ եկեղեցի, ոչ ուղղափառ եկեղեցիները, որտեղ ևս կան բազմաթիվ դժգոհ հոգևորականներ, նախկին հոգևորականներ, եկեղեցում աշխատած աշխարհականներ, երբեք թույլ չեն տա նախադեպ, որ պետությունը իդեմս իշխանությունների կարող է միջամտել եկեղեցու կառավարման ներքին կյանքին։ Եվ սա պարտված գործ է միեդում, բայց ինչու են անում։ Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով այս ընթացքում ժամանակ են շահում։ Իդեպ ես կարծում եմ, որ դատավորներ նման քայլի չեր գնա, ինձ թվում է որոշակի հնարավորություն պարզապես փորձեցին ապահովել Մասյացոտնի թեմում, որպեսզի հնարավորինս շատ քահանա, կոպիտ ասած, փախցնեն այս միջանկյալ որոշմամբ։
ինչը չհաջողվեց։ Հայ դիմեն